շնորհակալ եմ այժմ ելույթի համար ամբիոնի մոտ եմ հրավիրում Արարատ Միրզոյանին։ Համեցեք, պարոն Միրզոյան։ Մեծարգո վարչապետ, համաժողովի սիրելի մասնակիցներ, նախ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ ձևավորեցիք այս առաջնորդությունը, որը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակելու է հայտ ներկայացնել, շարունակել կառավարել Հայաստանի Հանրապետության մեր 29743 կիլոմետր քառակուսի տարածք ունեցող հայրենիքի կառավարման առաքելությունը եւ պատասխանատվությունը։ Նաեւ անձնապես շնորհակալություն եմ հայտնում ձեզ այդ առաքելության մեջ ինձ երկրորդ հորիզոնականում տեսնելու համար։ Սիրելի ընկերներ, օրեր առաջ մի քանի ոչ ԿՊԱ-ական ընկերների հետ քննարկում էինք մեր երկրում գոյություն ունեցող գործընթացները, մեր շուրջ գոյություն ընթացող գործընթացները եւ մենք զուգահեռներ էինք տանում 2026-ի ապրիլի եւ 2018 թվականի ապրիլի միջեւ։ Եվ մենք հիշեցինք Հայաստանի Հանրապետության հրապարակում բազմահազար քաղաքացիներին ուղղված իմ մի համեստ խնդրանք, մի համեստ դիմում եւ դիտարկում։ Այդ օրը ուրեմն, երբ արդեն ակնհայտորեն ժողովրդավարական ոչ բռնի թավշյա հեղափոխության հաղթանակը շատ շոշափելի էր, ես ժողովրդին ասում էի, որ սա դեռ գործընթացի ավարտը չէ, սա դեռ պայքարի ավարտը չէ, որովհետև կան ուժեր, որոնք փորձելու են ժողովրդից խլել նրա ձեռքբերումները, փորձելու են ժողովրդից խլել այդ հաղթանակը։ Եվ ես վստահեցնում եմ, որ մենք նրանք, ովքեր առաջնորդություն ստանձնեցին այդ շարժման համար, հեղափոխության համար, մենք ինչպես կանգնած ենք եղել այդ պայքարի առաջնագծում, այնպես էլ շարունակելու ենք կանգնած լինել։ Բայց ես ունեի մի խնդրանք, մի հորդոր, մի պահանջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։ Ես խնդրում եի, որ հետագա պայքարում, հետագա գործընթացում մեզ մենակ չթողեն։ Ես խնդրում եի, ես պահանջում եի, որ հետագա գործընթացներում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը շարունակի լինել մեր կողքին կանգնած։ Հետո, սիրելի ընկերներ, եղավ այն, ինչ կանխատեսում էինք, եւ նաեւ եղավ այն, ինչ չէինք կանխատեսում։ Եղան ծանրագույն փորձություններ, ծանրագույն։ Եվ պետք է խոստովանել, բոլոր այդ փորձությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մեզ մենակ չթողեց։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր կանգնեց իր ժողովրդավարությանը, իր ինքնիշխանությանը եւ հետո արդեն նաեւ իր խաղաղությանը։ Այս մասին, սիրելի ընկերներ, շատ է խոսվել եւ դեռ վստահ եմ շատ խոսվելու է եւ արժեվորվելու։ Բայց այս պատմությունը մեդալի մյուս կողմն էլ ունի։ Վստահ չեմ, որ այս մասին հրապարակավ ասվել է, ես նույնիսկ չեմ հիշում, թե ինքներս իրար հետ ենք խոսել փակ դռների հետևում։ Այս պատմությունը երկրորդ երեսն էլ ունի եւ ես կարծում եմ, որ այսօր այդ օրն է, որը մենք այս մասին էլ պետք է խոսենք, սա էլ բարձրաձայնենք։ Այդ ծանրագույն փորձությունների ընթացքում Սիրելի ընկերներ, մենք էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մենակ չենք թողել, մենք մնացել ենք կանգնած, մենք երերացել ենք այո հարվածներից, վիրավորվել ենք այո, բայց մենք չենք փախել, մենք չենք լքել մեր բաժին առաջնագիծը եւ մենք էլ մեր ժողովրդին իրենց հանձնարարությամբ առաջնորդել ենք դեպի ինքնիշխանություն, խաղաղություն եւ ժողովրդավարություն։ Այս գործընթացում ուրեմն մարմնականացավ, նյութականացավ, կոփվեց, այն ինչ որ մենք տարիներ առաջ 13 թվին, 14 թվին, 15 թվին ինտուիտիվ, թե գիտակցաբար, թե երկուսը համատեղ անվանել էինք քաղաքացիական պայմանագիր։ Սա էր այն պայմանագիրը, որը գործեց, կնքվեց, գործեց, մարմնականացավ մեր եւ քաղաքացիների միջև, մեր բոլորի միջև, յուրաքանչյուր երկու առանձին վերցրած քաղաքացու միջև։ Եվ մենք այսօր կարող ենք ասել արդեն, այդ փորձությունների ընթացքում այդ չգրված պայմանագրի բոլոր կողմերը պատվով կատարեցին իրենց պայմանագրային պարտավորությունները։ Եվ ես իմ խոնարհումն եմ հայտնում ձեզնից յուրաքանչյուրին, սիրելի ընկերներ, եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Խոնարհումս։ Սիրելի ընկերներ, այդ պատմությունը բայց չի ավարտվել։ Այսօր էլ
կան մարդիկ, ովքեր մարտահրավեր են նետում մեր բոլոր ձեռքբերումներին։ Եվ ես վստահ եմ, ախր մենք գնում ենք, տեսնում ենք մարդկանց, մենք նայում ենք իրար աչքերի մեջ եւ դեռ շարունակելու ենք նայել։ Ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն ավարտել գործը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տեսնում են, որ մենք էլ չենք ավարտել մեր գործը։ Այն պատվերը իրենց տված, որի համար իրենք բազմաթիվ եւ շատ ծանր եւ թանկ վճարել են եւ շարունակում են վճարել։ Հետեւաբար մենք պետք է շարունակենք միասին իրագործել մեր պայմանագիրը եւ մենք պետք է շարունակենք միասին առաջ գնալ եւ մենք պետք է տեր կանգնենք մեր ժողովրդավարությանը, մեր խաղաղությանը եւ ինքնիշխանությանը։ Եվ ես ուզում եմ ելույթս եզրափակել այն բառերով, որը կներեք ինքս հնչեցրել եմ, շատերը, բայց ինքս հնչեցրել եմ մեր պատմության ամենա թերևս ծանր օրերից մեկին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, այն պահին, երբ թվում էր, որ այլևս կյանք չի լինելու։ Ուրեմն կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Այժմ խոսքը տրվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Շնորհակալ եմ շատ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության եւ վերահսկող հանձնաժողովի հարգելի անդամներ, հարգելի պատվիրակներ, հարգելի ներկաներ, ողջունում եմ բոլորիդ։ Փետրվարի 28-ից մարտի 29-ը մենք մեր ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում եղանք հանրապետության բոլոր մարզերում եւ շփվեցինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։ Այդ շփման ընթացքում ես գուցե այդ պահին ամբողջությամբ չի ընկալում, բայց հետո ինքս ինձ համար արձանագրեցի, որ տեղի է ունենում պատմական նշանակության իրադարձություն կամ տեղի է ունեցել պատմական